12 տարի անց հայտնի Դաղստանցի բռնցքամարտիկը Մագամեդ Աբդուսալամովը վերադարձավ հայրենիք և հանդիպեց իր մայրիկին։ Մագամեդը նախկինում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, որը մի անգամ ստացավ գլխի ծանր տրավմա Նյու Յորքում բռնցքամարտիկ ժամանակ։ Այդ ժամանակ հենց բժիշկների անպուծության պատճառով, որոնք անգամ չհետազոտեցին նրան, հավուր պատշաճ եւ գնացին դիտելու հաջորդ մենամարտը։ Նրա վիճակը շատ ծանրացավ, իսկ հետո նա ստացավ ինսուլտ, որի պատճառով հայտնվեց հաշմանդամության սայլակին։ Բայց դա հաշվի չառնելով, նրա խիզախ կինը Բականայը չհրաժարվելով նրանից եւ շարունակեց պայքարել նրա համար։ Նա դարձավ ամուսնու համար հենասյուն կյանքում, միևնույն ժամանակ դաստիարակելով նաեւ 3 երեխաների։ Մեծ գումարներ ծախսելով բուժման համար։ Նա տվեց դատի բժիշկների անփութության համար, հաշվի չառնելով, որ ընթացքը ձգձգվում էր։ Նրանք ստացան փոխհատուցում $22 միլիոն։ Դրա շնորհիվ նա կարողացավ ապահովել լավագույն պայմանները վերականգնման համար։ Բժիշկները ասում էին, որ նա անգամ չի կարող նստել, բայց Բականայի անհավանական ջանքերի շնորհիվ նա ամեն օր ունի առաջընթաց, աղջիկ, որով անհնարին է չհիանալ։ Կանայք հավատարմության անսասան ուժ են երկրագնդում, խոնարհում բոլոր կանանց։ Եթե չեք հետևում իմ էջին, ապա հավանական է, որ այլևս ինձ չեք տեսնի։ Իսկ եթե հետևում եք, ապա շնորհավորում եմ։ Դուք ամեն օր զարգանում եք մտավոր եւ հոգեվոր։